Տրությունը համեմատվում է Աստծո այգու հետ, մինչ դիտել է հիշենք Աստծո խոսքից մեկ հատված։ Աչքը չի կարող ասել ձեռքին, թե ինձ պետք չես, և կամ նույն ձևով գլուխը ոտքերին, թե ինձ պետք չեք։ Եվս առավել մարմնի այն անդամները, որ թվում են, թե ավելի տկար են, կարևորներն են, և որ թվում են, թե մարմնի համար ավելի անարժեք են, առավելագույն պատիվ ենք հանում նրանց։ Եվ մեր ամոթույքները առավել ևս պարկեշտություն են պահանջում, բայց մեր պարկեշտ անդամները այդ չեն պահանջում։ Աստված կազմեց մարմինը և նվազ արժեքավորին առավել պատիվ տվեց, որպեսզի մարմնի մեջ բաժանումներ չլինեն, այլ որպեսզի այդ անդամները նույնը հոգան միմյանց նկատմամբ։ Ինչպես ասում է գրվածքը, տնկելու ժամանակ և ժամանակ հավաքել տնկվածները։ Եվ ահա մի այգեպան, տեսնելով տնկման համար բարենպաստ ժամանակ, գնաց իր այգին և տնկեց բազում տարբեր սերմեր։ Իսկ թե ինչ դուրս եկավ այս ամենից, մենք հիմա կտեսնենք։ Աստված իմ, օրհնիր ամեն մի սերմ, որպեսզի աճի և բարի պտուղ տա, քո արևը ծագեցրու և անձրևը Ես առաջինն եմ, մեր Տերը ընկերներն առաջին է, իսկ միգուցե ես միակն եմ։ Դուրս եկավ գազարը։ Ինչ հիանալի արև է, հավանաբար ես արևի պես նարնջագույն եմ։ Ինչ եմ ես տեսնում, ապա մի նայեք, հողն ասֆալտի պես է, իսկ նա դատարկ խոտի պես բարձրանում է, սա ինչ է։ Դուրս եկավ սոխը։ Ահա և ես, հուսով եմ բոլորը գոհ են իմ գալուց։ Այստեղ ով ուրախ չի, կարող եմ կառուցել ուրախ մանկություն արցունքներն աչքերին։ Ես լռում եմ, իսկ սա ընդհանրապես լռում է, նրան հարկավոր է քնել։ Դուրս եկավ վարունգը։ Ինչ հիանալի օր է, ինչ հիանալի եմ ես։ Ես նույնպես ասում եմ, որ շատ հիանալի օր է, գեղեցիկ եղանակ է, և ես աճում և զգում եմ այդ։ Ինչ եմ ես տեսնում, դուք միայն նայեք նրան, այգեպանը որոշել այգում ծաղիկ տնկել, սա ինչ է, ադուվանչիկ։ Դուրս եկավ բիբարը։ Ես չհասկացա, այս ինչ ձայներ են, կարծես չի էլ հասկացվում, թե ով է այստեղ այգու տերը։ Ուրեմն այսպես, ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, այս այգում հրամանատարը կլինեմ ես։ Իդեպ այգուտերն առաջին ինձ է տնկել այս այգում, խորտ կտակ նազանվեք իմ կարծիքներին։ Դե, ամեն ինչ հասկանալի է։ Ծանոթացեք, սա անհայտ ծագման խոտ է։ Սրան ընդհանրապես մի կպեք, բավական է մի փոքր և բոլորը կսկսեն լացել։ Իսկ ահա սա լրիվ կատակ է, ծաղիկ բանջարեղենների մեջ։ Հասկանալի է, լիակատար քաոս, այլ կերպ ասած նույնը, ինչ ամենուր եք։ Դուրս եկավ սմբուկը։ Օ, իսկ սա, այս ինչ հրաշք դուրս եկավ։ Ես սինյոր սմբուկն եմ, իսկ ինչպես են անվանում ձեզ, տիկին։ Ես կաղամբն եմ, առանց ինձ այստեղ դատարկ կլինի։ Ես հիմա լաց կլինեմ։ Դուրս եկավ լոլիկը։ Իսկ ես լոլիկն եմ։ Ես շատ ուրախ եմ, բայց այստեղ գլխավորը ես եմ։ Դեր կտեսնենք, թե ով է գլխավորը, ուրեմն այսպես, եկեք պայմանավորվենք այսպես, ով շատ է կարմրել, նա էլ գլխավորն է։ Ամեն դեպքում ես դեռ կարմրելու եմ։ Իսկ ես առաջարկում եմ կարգավորել ըստ չափերի, ով չափսերով մեծ է, նա էլ գլխավորն է։ Տիկին, ինձ թվում է քրկացիկով միայն դու ես այստեղ ամենակարևոր անձը։ Իսկ ինձ համար կարևոր չէ, առաջինն եմ, թե ոչ, գլխավորը, որ բոլոր ինձանից վախենան, իսկ եթե լացում եմ, նշանակում է վախենում եմ։ Դուրս եկավ կարտոֆիլը։ Ընկերներ, մի վիճեք։ Օրինակ ես ճիշտ է կարտոֆիլ եմ, բայց դեռ մի փոքրիկ թուփ եմ։ Իսկ երբ բերքը հավաքի ժամանակը գա, ինձ մի ամբողջ զամբյուղ պտուղ կլինի։ Կարևորը արևը ծագի և անձրևը թափի յուրաքանչյուրիս վրա։
Ես այնքան ուրախ եմ, որ այս այգում հայտնվեց էլի մեկը, ով գնահատում է արևի լույսը, և ինձ համար այնքան ջերմ է օդը, և ես աճում ու աճում եմ։ Ճիշտ է, ձեզանից ոչ ոք չի տեսնում դա, բայց ես զգում եմ իմ աճը։ Ամանն անցավ, այդ տարի և արևոտ էր, և անձրևն էր ժամանակ առ ժամանակ տեղում։ Իսկ եթե անձրև չէր գալիս, այգու տերն ինքն էր ջրում այգին։ Եկեք միասին նայենք մեր այգու բերքահավաքի նախօրեն։ Ինչ հիանալի անցավ այս ամառը, ես զգում եմ, որ շատ եմ մեծացել, ինչքան մեծ եմ, ինձ հետ զբաղով կհայնեն այստեղից։ Ինչ կարող ես գալ այս դատարկ խոտը։ Քեզանից ամբողջ ամառ նույնիսկ մի հասարակ ծաղիկ դուրս չեկավ, ուր մնաց հիմա պտուղ դուրս գա։ Այս ադուվանչիկից գոնե էլի վարուն գաճեց։ Ինչ որ պարկեշ բան ստացվեց։ Այս պարկեշությունից ոչ մի օգուտ չկա։ Միևնույն է, ամբողջ զորներ սակատված է լինելու։ Իսկ քեզանից նախ լրիվ սոկդ կքամեն և հետո էլ կզակատեն։ Իսկ ահա ես վտանգավոր եմ, ինձ ամբողջությամբ չոր, պարկեշտ տեղը կդնեն։ Մինչդեռ ես զակատված չեմ, կարող եմ մի բան ասել։ Ես յուրաքանչյուր տոնական սեղանի ծառավացիների սպասված հույն եմ։ Ես լինում եմ շատ համեղ սալատների մեջ, որոնց բոլորն են ցանկանում։ Այսպես, ես տեսնում եմ այստեղ ոչ մի կարգ ու կանոն չկա։ Մոռացել եք ով է այս այգու գլխավորը։ Իսկ դու, ինչի ես լռում։ Ամբողջ ամառը տերևներ, ծաղիկներ։ Իսկ հիմա նայեք սրան։ Լրիվ չորացել է։ Երբ կա բերքահավաքի ժամանակը, կտեսնեք, թե ինչ պտուղներ ունեմ։ Եկավ բերքահավաքի ժամանակը։ Շատ հաճելի օր էր, արևը փայլում էր։ Այգեպանը վերցրեց զամբյուղն ու գնաց բերքը հավաքելու։ Փառք ես, Տեր Աստված, այս հրաշալի բերքի համար։ Քեզ վաղուց պետք էր կտրել, ընդհանրապես չորացել ես, բայց ոչինչ, հարկավոր է ձմռանն ավելի լավ պահպանել քեզ։ Առաջին տեղում ես եմ, նայեք, ես չեմպիոն եմ։ Օ, ինչպիսի գեղեցիկ վարունգներ են, հատուկ զակատի համար։ Ուրեմն ինչ, հիմա ինձ բանկի մեջ պետք է պայս։ Էй, ուր փախար, դու դեռ չես կարմրել։ Իսկ ինձ կօգտագործեն սալատների մեջ, ես շատ գեղեցիկ եմ։ Այստեղ ես եմ գեղեցիկը, ես արդեն հասունացել եմ, սպասում եմ։ Ինչքան կարմիր, մսոտ, ինչպիսի տոմատի մածուկ կստացվի։ Միայն ոչ տոմատի մածուկ, ես դրա համար չեմ ամբողջ ամառ այդ տոթին կարմրել։ Ախ, սմբուկ, ինչքան գեղեցիկ է նա շատ օգտակար է։ Իսկ կարտոֆիլի և գազարի համար բահեպեք, որպեսզի նրանց փորելով հանենք։ Ինչ հրաշալի բերք է ինձ համար աճել։ Ինչ նարնջագույն եմ ես, արևի պես եմ, ես զգում էի, որ այսպիսին կլինեմ։ Ինչի համար են այդ խոտերը քեզ պետք։ Իսկ ես, ապա նայիր, ինչքան մեծ եմ ես։ Ինձ մի զարմացու, թե չէ ես հիմա կպայթեմ։ Ինչ որ մեկն էլ ասում էր, թե ես եմ գլխավորը։ Եվ ինչ, որպեսի չեք կանգնել այստեղ, որպես ինչ։ Ես էլ չգիտեմ, մեզս չափերի են հավաքելու, թե սկույների։ Ինչ է հիմա մեզ հետ լինելու։ Քեզ այգուն չեմ թողնի, թեպետ դու այնքան էլ կարմիր չես, ոչինչ, տանը կհասունանաս։ Իսկ ինչ է, ես մեղավոր եմ, որ ոմանց տերևները որոշ չափով լայն։ Ամբողջ արևն ինձնից փակում էին։ Դու աճել ես իմ գեղեցկուի, և բորշին կերրի քեզ, և սալաթին, բայց վախենում եմ զամբյուղի մեջ տեղ չլինի քեզ համար։ Այո, ինձ համար առանձին զամբյուղ է պետք, թե չէ թերթերս կվնասվեն։ Դե լավ, ոչինչ, ամենավերևում կդնեմ քեզ։ Չէ որ ես խնդրեցի ինձ առանձին զամբյուղի մեջ, մի կողմ քաշվեք, ինձ համար նեղվածք է։ Դա ո՞ր համար է այստեղ նեղված, ես հիմա զամբյուղից դուրս կհոսեմ։ Զգուշացեք բոլորդ,
Ինձ շատ ընկեղև ունեմ, դուք ինձ կվիրավորեք։ Բոլորդ հանգստացեք, թե չէ հիմա կլացեք։ Լսեք, ես կատեգորիապես դեմ եմ լինել մեկ զամբյուղի մեջ միասին։ Դա ինձ չի վերաբերվում, ամեն դեպքում ես ճզմվելու եմ բանկայի մեջ։ Ես ուրախ եմ, որ բոլորը ինձ տեսան, և հիմա ոչ ոք ինձ խոտ չի անվանի։ Այսօր մեկ զամբյուղի մեջ ենք, վաղը կլինենք մեկ կաթսայում։ Եթե դու պատրաստում ես ինձ հետ նույն կաթսայում լինել, դու սխալվում ես։ Իմ պլաններում դա ընդհանրապես ներառված չի։ Ամբողջ ամառն ինձ համար նոր թերթեր հագա, և դա իմ գեղեցկության համար, ոչ թե բոշի համար։ Ինչ ոչ, ինչ կացա, ես առաջին տեղում եմ, ես առաջինը հայտնվեցի զամբյուղում։ Այգու տերն ուրախ և Աստծուն շնորհակալ այս ամենը տուն բերեց և սկսեց շարեց սեղանի վրա, պատրաստելով համեղ գերանուհիներ։ Շնորհակալ եմ քեզ Տեր, այս հրաշալի բերքի համար։ Այս բոլորն ինձ պետք են ձմեռվա համար, և առանց այս ամենի ոչ մի ճաշ չի կարող պատրաստվել։ Յուրաքանչյուրն իր համն ունի, և յուրաքանչյուրն իր նշանակությունը։ Դու կարմիր ես, Կամ կանաչ, միգուցե մանուշակագույն, Հաստ ես, Կամ բալակ, կամ միգուցե դաշտի ծաղիկ։ Միգուցե դու դժգոհ ես։ Կամ քարայքից մարդիկ լացում են։ Մենք բոլորս Աստծո այգու պետք ենք և Աստծո շինվածքը, և յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի։ Եվ Աստված բոլորին հավասարապես սիրում է։